Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, ամենահետաքրքիր ու թեժ սերիաներն են դեռ առջևում։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են տեսնելու, թե ինչպիսի հանգուցալուծում է ունենալու Նարեի ու Արմոյի պատմությունը, քանի որ Նարեն չի սիրում Արմոյին, իսկ հայրը ստիպում է, որպեսզի Արմոյի կողքին լինի։ Իհարկե Նարեն դեռ չգիտի, թե ինչու է հայրը նման կերպ վարվում իր հետ, բայց զարգացումները հետաքրքիր են լինելու։ Նարեի կերպարն այստեղ ուժեղ կերպար է և հեռուստադիտողները հուսով են, որ հեռուստասերիալի սցենարիստն այս կերպարը չի թուլացնի և ուժեղ աղջկա կերպարով մինչև վերջ հանդես կգա։ Նարեն դեռ փոքրուց, մանկությունից սիրել է Հայկին, չնայած նրան, որ Հայկն էլ Արփիին է սիրել։ Նարեն ամեն կերպ օգնել է Հայկին ու Նարեին, բայց սրտի խորքում միշտ ցավ է զգացել, քանի որ նա անկախ իրենից սիրահարված է եղել Հայկին, ու Հայկի բանտում գտնվելու տարիներին նա անընդհատ նամակներ է գրել, սակայն Հայկը երբեք չի էլ կարդացել, քանի որ հոգու խորքում միշտ էլ մեղադրել է Նարեին Արփիի հետ կատարվածի համար։ Բայց երբ հիմա Արփին չկա ու Նարեն Հայկի հետ խոսել է իր զգացմունքների մասին, Հայկը հասկանում է, որ Նարեն որևէ մեղք չունի Արփիի հետ կատարվածի համար, այլ ընդհակառակը Նարեն ամեն ինչ անում է, որպեսզի Հայկի ու իր ընտանիքի անդամների ճանապարհները երբեք չխաչվեն ու ևս մեկ անգամ Հայկը չտանջվի իրենց փոխարեն։ Բայց Հայկին հիմա ավելի շատ հուզող հարցեր կան։ Այժմ նա ամեն կերպ փորձում է գտնել եղբորը Միքոյին, չնայած որ քեռին նրան ասում է, որ Միքոն հոր հետ որևէ կապ չունի, որովհետև Նարեի հորաքույրը ընդհանրապես իր հոր հետ չէ, միևնույն է Հայկը դեռ չի կարող հավատալ, որ Լալան ու իր հայրը Աշոտը միասին չեն։ Պարզվում է Լալան առողջական խնդիրներ է ունեցել ու հիվանդանոց է ընկել և այդ ժամանակ էլ պարզվել է, որ նրա կողքին Աշոտ չկա, այսինքն նրա հոր հետքերը չկան։ Հեռուստադիտողներին արդեն պարզ է, թե ինչու չկան, որովհետև Նարեի հայրն ու Արփիի հայրը միասին նրան այն աշխարհ են ուղարկել, ավելին՝ անգերեզման թաղել։ Բայց իհարկե բոլոր գաղտնիքները մի օր բացահայտվում են այժմ, հատկապես երբ Արփիի հայրը իրեն տվել է խմիչքին ու գյուղում անընդհատ խոսում է իր մեղքերի մասին ու գնում գերեզմաներ ու անտառամիջյան հատվածներ, օրերից մի օր հաստատ այդ գաղտնիքը բացահայտելու է և Սաքոն պետք է պատասխան տա։ Սաքոյի ու իր ընտանիքի համար այժմ դժվար ժամանակներ են։ Պարզվում է, որ նրանց ֆիրմայում ստուգողներ կան, իսկ դա նշանակում է, որ շատ սխալներ ջրի երես են դուրս գալու, նրանք այդքան էլ մաքուր չեն աշխատել, բայց ով է այս ամենի հետևում կանգնած և ինչ կապ կա Սաքոյի, Միքոյի և վերջապես արդյոք Սաքոն տեղյակ է Լալայի ողջ լինելու մասին, ցույց կտա ժամանակը։ Իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին ու բաց չթողնեք այն տեսանյութերը, որոնք լի են լինելու բացահայտումներով։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ դերասանի ու կերպարի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Նշենք, որ հեռուստադիտողների մեծ մասը կարծում է, որ Միքայելը հենց Լալայի մոտ է։ Լալան, ով ընկել է հիվանդանոց և հավանաբար ինչ-որ մեկը նրան օգնել է հիվանդանոցից դուրս գալուց հետո, ժամանակի ընթացքում հավանաբար ամուսնացել են և հենց այդ 50 տարեկան տղամարդը, որը օգնում է Միքոյին, հենց Լալայի ամուսինն է։ Բայց իհարկե այս ամենը ենթադրություններ են և շատ շուտով կբացահայտվի հետաքրքիրը, որն անակնկալ կլինի հեռուստադիտողների համար։ Նշենք, որ Լալան ունի դուստր և նրան մարմնավորելու է գեղեցկուհի Նոնա Սաֆարյանը։ Նոնա Սաֆարյանը մարմնավորել է նաև Լալայի երիտասարդությունը և բնականաբար Լալան վերադառնալու է արդեն տարիքով կին և նպատակահարմար չէր, որպեսզի Նոնա Սաֆարյանը շարունակեր որպես Լալա ներկայանալ, իսկ այժմ նա վերադառնում է որպես Լալայի դուստր, իսկ թե ինչ կապ ունի Լալայի դստեր ու Միքոյի միջև, կիմանաք շատ շուտով, ամենահետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, մնացեք մեզ հետ ու իմացեք ավելին։
Իսկ թե վերջապես ինչ է տեղի ունենալու հեռուստասերիալում եւ ինչպես է Հայկը բացահայտելու, թե ինչ է տեղի ունեցել հոր Աշոտի հետ, կիմանաք մոտակա ժամանակներում հեռուստասերիալի դերասանական կազմին շատ շուտով նոր կերպարներ են միանալու, իսկ թե ովքեր են մարմնավորելու նոր կերպարներին, լինելու են դրական թե բացասական, կիմանաք քիչ անց։ Դե ինչ, մաղթում ենք ձեզ բարի դիտում, սպասում ձեր կարծիքներին, մեկնաբանություններ բաժնում, անպայման քննարկեք ինչ եք կարծում, Հայկն ու Նարեն վերջում միասին լինելու են, թե հաջողվելու է նրանց բաժանել։